երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե այդ ընտրություններից առաջ, շատ ավելի առաջ, նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա և ինչու այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից։ Բարձր դատարան, մեծարգո նախագահող, խնդրում եմ այսուհետ և մի անգամ էլ եմ խնդրում երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի, քաղաքական ուժից երրորդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո, հակառակ դեպքում ես խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին, այդ թվում նաև բացակայող երկու դատավորներից որևէ մեկին քննարկեն Տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի լույսի ներքո։ Պատասխանեմ ձեր հարցին, Տիկին Սաֆարյան։ Հայցի մեկ ներկայացրել ենք դիմում։ Դիմումում ներկայացրել ենք ընտրախախտումների ծավալը, որը Սահմանադրական դատարանը քննարկում է։ Եվս 6 քաղաքական ուժեր ներկայացրել են դիմումներ, եվս 6 քաղաքական ուժեր ներկայացրել են դիմումներ, որտեղ ներկայացրել են խախտումների հետ կապված։ Ըստ էության արտասահմանյան միջամտության հետ կապված ես եմ ներկայացրել կետերից մեկը եւ ուղղակիորեն նախատեսել եմ, որ ընդամենը մի դեպք է եղել, մի քաղաքական ուժ կա, որը անվանական ստացել է աջակցություն եւ այդ աջակցությունը օգտագործել է ընտրական գործընթացների մեջ։ Դա քաղաքացիական պայմանագիրն է։ Երկու օտարերկրյա պետությունների նախագահներ, որոնք իրավունք չունեն ոչ միջազգային իրավունքի, ոչ ընտրական իրավունքի լույսի ներքո մասնակցել Հայաստանի Հանրապետության նախընտրական պատասխանում եմ։ Բարձր դատարան պատասխանում, եթե դուք գտնում եք դրա հասցեատերը չի թող չպատասխանի։ Շատ ներողություն եմ խնդրում։ Բարձր դատարան ինչի տեղ չի գտել, նկարագրում եմ ինչն է տեղ գտել։ Չէ, պարոն Օրբելյան, մեկ վայրկյան։ Տիկին Սաֆարյանի հարցը երեք կուսակցություններին եւ դաշինքներին մենք կճշտենք որ դաշինքների եւ կուսակցության մասին է։ Ուժը Հայաստանին ավերաբերվում եւ Հայաստան դաշինքին։ Շատ բարի, Տիկին Սաֆարյան, այդ երկրորդը հարցը հետեւյալի մասին էր, մեկ վայրկյան, դա էլ կճշտենք, հարցը հետեւյալի մասին էր։ Կոնկրետ երկրի մասին էր եւ կոնկրետ երկրից կատարված կոչերի կամ գործողությունների սույն ընտրությունների վրա ազդեցության մասն էր, ոչ թե առհասարակ։ Առհասարակ դուք ձեր խոսքում ներկայացրել եք, մենք դա ունենք, եզրափակիչ եք ասեք, կոնկրետ այս հարցի հետ կապված ինչ ունեք ասել եւ Տիկին Սաֆարյան, երրորդ ուժն էր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նկատի ունեք, թե Ես Բարգավաճին իրենց հետ կապված նման հայտարարություն չեմ հիշում։ Երեք ուժեր ասացիք, Տիկին Սաֆարյան։ Ասած երեք ուժեր, բայց չասած որ ուժեր է, ես Բարգավաճ Հայաստանը դուք կարող եք կարճ ասել, որ ձեզ չի վերաբերվում, ինչու եք այդպես։ Շնորհակալություն, պարոն։ Ավարտեմ, բարձր դատարան։ Ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման մեջ, ոչ ներկայացված բողոքներից որևէ մեկում այդ հարցը բարձրացված չէ։ Դուք Արևմտյան ուժերին նշել եք։ Տիկին Սաֆարյան, ես խնդրում եմ, եկեք հարցը կամ նորմալ կարգով գնանք, բարձր դատարան սահմանված կարգով, պարոն Օրբելյան։ Հարցին կարող եմ պատասխանել։ Ձեզ հարց չի տրվել։ Ինձ հարց չկա։ Չէ, նստեք։ Ձեզ հարց կա։ Բայց ուրիշ հարց է, չէ, այս հարցը չի։ Այն որ հայտարարվում է, որ Տիկին Սաֆարյան, այն հարցի պատասխանը ավարտվեց, հարցի պատասխանները ստացաք։ Չէ, ես Պարոն Օրբելյան, նստեք, խնդրում եմ,